Սրտանց փարթանք Տիրոջ սիրելի եղբայրներ քույրեր։ Այո, ինչպես եղբայրները ասեցին, ես էլ կրկնում եմ, որ շատ թանկ ժամանակներ ենք ապրում, շատ դժվարին ժամանակներ, եղբայրներ քույրեր։ Ես ուզում եմ, որ ծնվեն այնպիսի եղբայրներ քույրեր, ինչպես Նեյմանի ժամանակ ընկեր գերի այդ աղջիկը, բայց գերության մեջ Նեյմանին ծնկի բերեց Հիսուսի առաջ։ Սեդրակ Միսակ Աբեդնովը գերի էին, բայց ծնկի բերեցին այդ մեծ թագավորին իր ամբողջ զորքով ծնկի բերեցին Աստծո առաջ։ Դա մենք այդպիսի մարդիկ ծնվենք ստեղ։ Ռոմական կայսրությունը դարեր շարունակ տիրել է երկրագնդի վրա, բայց Պողոսն ու Պետրոսը այդ ծնկի բերեցին այդ կայսրությունը Աստծո ոտքերի առաջ։ Դրթա թագավորը սպանում էր քրիստոնյային սուրբերին մորթում էր, բայց Գրիգոր լուսավորիչը Աստծո զորությունով ծնկի բերեց Դրթատին Աստծո առաջ եւ Հայաստանը դառավ քրիստոնեական երկիր։ Մենք որպես այդ սերունդի հետևորդներ մեր եկեղեցին չի ծնվել հասարակ ճանապարհով։ Մեր եղբայրությունը 21 թվականից սկսած 1921 թվականից սկսած մեծ սպանություններ, մորթել, գնդակարություններ, բանտերի սիստեմներ նստել, չպարտվեցին կոմունիստական շղթայի առաջ, նրանք հաղթեցին, նրանք պահեցին այդ հավատքը եւ փոխանցեցին մեզ։ Մենք պետք է ունենանք լուրջ հավատք եւ ես այդ մասին մի քանի խոսքեր ունեմ խոսելու։ Սիրելի եղբայրներ քույրեր, ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք այսպես են ապաշխարել, ովքեր որ իմիջալուց են ապաշխարել, նրանց չի վերաբերում այս խոսքերը, նրանք այդպես իմիջալուց է գնալու են։ Վկայություն տալով հրեից հունած առջև, դեպի Աստված ապաշխարության համար եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքի համար։ Նորից եմ կարդում Գործարակելոց 20-21։ Վկայություն տալով հրեից եւ հունած առջև դեպի Աստված ապաշխարության համար եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքի համար։ Այս խոսքերի մեջ երկիրը գոյություն չունի, ոչ էլ ես, ոչ էլ դու։ Դեպի Աստված ապաշխարություն։ Եթե քո ապաշխարություն դեպի Աստված է, դու ապաշխարում ես, որ Աստծուն հասնես, Աստծու հետ մեկանաս։ Եվ կարողանաս Պողոսին ման ասել, ինձ համար ապրել է Քրիստոսը, մեռնել օգուտ։ Դեպի Աստված ապաշխարություն, սա մեծ խորհուրդ է, սրա մի խոսքով դեպի Աստված նշանակում է գնալ եւ ձուլվել Աստծո հետ։ Գնալ ու մեկանալ Աստծո հետ։ Առաջի Կորինթացիս 6:17-ում գրված է. Ան որ Տիրոջ կմոտենա անոր հետ մեկ հոգի կլա։ Եթե մեր ապաշխարություն դեպի Աստված է, դեպի Աստված է, եթե մեր ապաշխարությունը, մեր հաջորդ քայլը սա պետք է լինի։ Հաջորդ քայլը։ Եթե հաջորդ քայլը դա չի լինում, մենք չենք գնում առաջ։ Հաջորդ քայլը սա է։ Եվ դեպի Աստված ես գնում, դեպի Աստված, նա սրսկելու է քո վրա իր ջուրը կյանքի։ Եվ ձեր վրա մաքուր ջուր տեսրին, եթե դեպի Աստված ես եթում, նա սրսկում է քո վրա։
Եզեկիել 36:25 երկրորդ համարը սա է։ Եվ ձեր վրա մաքուր ջուր սրսկեմ, պիտի մաքրվիք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուրքերից ձեզ պիտի մաքրեմ։ Եվ ձեզ նոր սիրտ պիտի տամ, ձեր ներսիդի նոր հոգի պիտի դնեմ, ձեր մանրեղեն քարեղեն սիրտը պիտի հանեմ, ձեզ մանրեղեն սիրտ տամ։ Եվ իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ, եւ ձեզ իմ օրենքների մեջ քալել պիտի տամ, իմ իրանքներս պիտի պահեք եւ ի գործ դնեք։ Եզեկիել 36:25-27 Եվ հետ դեպի Աստված ես յոթում, նա անպայման սրսկելու է քո վրա։ Եթե չես յոթում, չի սրսկի։ Դեպի Աստված եւ Քրիստոսի վրա եղած հավատքով։ Երբ որ դու ստանում ես այս կյանքը ստացող մարդը գնում է այս ճանապարհը նաև շարունակում է։ Միայն այդպիսի սիրտ, այդպիսի հոգին կարա ատես բանանի։ Բայց ինչ որ ինձի շահեր Քրիստոսի համար վնաս սեպեցի։ Այդ մարդը, որ գնում է Քրիստոսին, Քրիստոսը սրսկում է նրա վրա, եւ այդ մարդը փոխվելով ուզում է ոչ թե Քրիստոսին հավատա, այլ Քրիստոս շահի։ Նայեք ինչ է գրած։ Փիլիպպեցիս 3:7-9 խոսքեր, մինչև 8 խոսքեր են ներողություն։ Բայց ինչ որ շահեր զանիկա Քրիստոս համար վնաս սեպեցի։ Եվ իրա բոլոր բանենա վնաս կսեպեմ իմ Տիրոջ Հիսուս Քրիստոսի գերազանցության համար, որ համար ամեն բանեն զրկվեցա, աղտեղություն կսեպեմ, որ Քրիստոս շահեմ։ Քրիստոսին հավատալ այլ բան է, Քրիստոս շահելը այլ բան է։ Այսօր մարդիկ կան 30 տարի գնում են գալիս են, ոչ Քրիստոսի նորմալ հավատալ գիտեն, ոչ նրան ապաշխարել գիտեն, ոչ սուրբ սիրտ ունեն, ոչ Քրիստոս շահել են հասկանում, չեն էլ հասկանում ինչի մարն է հավատքի։ Որ իր մեջ գտնվեմ, որ իր մեջ, դες ինչ ասում, որ Քրիստոս շահեմ, որ իր մեջ գտնվեմ։ Քրիստոսին շահեցիր, իր մեջ չես լնելու, այսինքն հինը հանես, նորը հագնես։ Իր մեջ դա է նշանակում։ Որ իր մեջ գտնվեմ։ Ինչի համար? Շարունակումն է։ Գտնվեմ ոչ թե իմ արդարությունը մորենքեն, ապա Քրիստոսի հավատքով եղած արդարությունը, որ Աստծուց մի հավատքով։ Ճանչնամ զանիկա, անոր հարության զորությունը, անոր չարչեն հաղորդը լալ, անոր մահվան կերպարանք առներ, որ լինի թե մեռելներեն հարությանը հասնեմ։ Մինչև 11 խոսքը կարծացի։ Հաջորդ ճանապարհը սա է։ Եվ այս ճանապարհը Քրիստոսի մեջ մնալով հասնում է այս կյանքին, որ Պողոս առաքյալը ինքը որպես մարդ այսպես է գրում. Սակայն Աստված ճշմարիտ թողնա բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված է, որպեսզի քո խոսքերի մեջ արդար լաց դատաստանյատենը դուն հաղթես։ Բոլոր մարդիկ սուտ։ Սա գրված է Հռոմեացիս 3:4-ը։ Այդ ստությունը Պողոս առաքյալի մոտ այնպես է հաջողվել, որ տեսեք ինչ է կատարվել այս մարդի կյանքում։ Քրիստոսի ճշմարտությունը իմ ներսիդիս է, այս է իմ պարծանքս։ Եթե դու իր մեջ չլնես, Քրիստոս չշահես, Քրիստոս չի ապրի քո մեջ եւ այդ ճշմարտությունը չի տալու։ Տեսեք, բոլոր մարդիկ սուտ են, ինքն էլ է սուտ։ Այդ ստությունը այնպես է պարտվել, մի գրամ ստություն չի ապրում Պողոսի հոգու աշխարհում։ Նրա մեջ ապրում է Քրիստոս ճշմարտությունը իմ ներսիդիս է, որ այս է իմ պարծանքս։ Երկրորդ Կորինթացիս 11:10 Մենք պետք է գնանք հասնենք այս փառքին։ Սա ճանապարհը ինչ որ ցավով կարողացա ցույց տալ ձեզ։ Եթե ուզում ենք
Քրիստոս հագնենք եւ Քրիստոսի հարության ժորությունը ճանաչենք, որ իր չարչարանքները կարողանանք սիրով տանել եւ կարողանանք պատրաստել հափշտակության։ Հավատացյալը մահ չունի։ Հավատացյալը մահ գոյություն չունի։ Հավատացյալը այս մարմնից տեղափոխվում է ուրիշ մարմնի մեջ։ Հիսուսն ասեց. ով ինձ հավատա, հավիտենական մահ չի տեսնելու։ Մենք անմահ ենք հավիտյան։ Դրա համար մեր ազգը շատ դարեր առաջ շատ նահատակներ ատվեց, շատ սուրբեր են մեռել։ Այդ սուրբերի աղոթները այսօր Տիրոջ տիկի մեջ են։ Տերը չի մոռանում այդ սուրբերի աղոթքը։ Այդ աղոթքի շնորհիվ է պահում մեզ։ Եվ հիմեր շատ սուրբեր կան։ Այնպիսի քուրիկներ կան, որ գիշերներ արցունքներ են թափում, այնպիսի եղբայրներ կան, որ գիշերներ արցունքներ են թափում։ Երեխաների աղոթքը մամիկոն եղբայր ասել շատ բարձր է։ Ես մի աղոթք հիշում եմ, այդ իմ կյանքում այդպիսի դեպք մինչև այսօր չի կատարվել։ 70-ական թվականներին անցեր մեր գյուղի երեխաներին տարել են լագեր, այդպես կարելի ասել։ Մարմարի գյուղում, այդ ճանապարհի վրա, որ գնում ենք լագեր, այդ ճանապարհի վրա։ Եվ մամայի հորողբոր տղեն տեղեր, ասի մեր երեխեքին բերենք ուղղակի շոկ հապան, չեմ հավատքի մասին չեմ խոսում, որտեղ գիտեմ ինքը շատ բան մարդ է։ Վերջը այդ տարվա արտադրության մինիստրը մահացել էր եւ մի հատ տուն էր սարքել, բայց լույս բան չկար մեջը։ Էդի ասեց արի տամ այդտեղ երեխեքին բան արա։ Ես հիշում եմ այսօրապես 20 քանի տարեկան էի։ Համ ծնողներից ցուկումներ եմ եկել եմ լագեր։ Մերոնք ծեծում են, որ ես գնում ասի լագեր եմ գնում, մի 40 օր հազիվ կամ։ Հա, վերջը պետությունն էլ հալածում է։ Հետո իմացա, որ հավատացյալներ են ուզի հալածում այն մարդ։ Ինչ ասես խոսում են իմ ասեին։ Դու ասի Պավել, դու Պավել չլնես, ես գիշերես երեխեքին թողես գելերի արջերի մեջ, թող փախի գնա, ինչ գործ ունես եկել ես, սրանց մարդ տանջում ես, իրանք էլ չեն գնահատում։ Մեկ էլ մի քիչ վախ կար մեջս էլ Աստծո, աս երեխեք ջան, շատ տխուր եմ, լացում եմ։ Երեխի ջան, մի հատ հոգսում եմ, աղոթեք իմ համար։ Մոտ 30 երեխա էին։ Անենց աղոթքարին, այդ աղոթք սկսավ իրիկվա ժամինին, մինչև լույս աղոթք գնաց։ Ես տենց աղոթք չեմ տեսել։ Մինչև լույս։ Ովքեր մկրտված չէին, բոլորը մկրտվան։ Մեկը գոռում է, Պավել եղբայր Հիսուս եկել աստեղ։ Մյուսը գոռում է, Պավել եղբայր Երուսաղեմը տես, ինչ գեղեցիկ է, Պավել եղբայր ռեշտակը գրկել է ինձ։ Մինչև լույս ես չկարողացա նրանց դադարեցնել աղոթքը։ Մենք անգամ խախտվել էինք, չէինք իմանում ինչ անեինք, որտեղ բան չէինք տեսել։ Ես հիշում եմ, երբ որ մեր երեխաներից մեկին, որ լագերում դեպ պատահեց, գիշեք, ես մինչև Սարից իջա եկա, տենամ 700 երեխանից են աղոթք կարել, 20 հատ հայտնություն էին ստացել, որ այդ երեխան ողջաբնալու։ Երեխեքի աղոթներ շատացրեք, սովորացրեք թող աղոթեն։ Դրանք շատ կարևոր են մեզ համար, եղբայրներ, քուրեր։ Մենք դրա համար եմ ասում, պետք է երեխա դառնանք։ Երեխաներին Աստված իր կամքը դու լավ գիտեք, սուրբ գիր գիտեք։ Ասա իմ ասուները գիտումներից պահել են, ում եմ հայտնել երեխաներին։ Մատթեոսի 18-ում ասում է, եթե երեխաների պես չլնեք, երկնքի արքայություն բնավ չեք մտնի։ Եվ իսկական երեխան որն է։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ առաջի խոսքից։ Տեսեք ինչ է գրված։
Մենք պետք է լրիվ երեխա լինենք։ Ուրեմն մեկ դիցքելով ամեն չարություն, ամեն խաբեություն, կեղծավորություններ, նախանձ ամեն չարախոսություններ, նորացին մանուկների պես բանական անխարդախ կաթին փափագեցեք, որպեսզի անով մեծանաք մինչև փրկությունը։ Եթե ուզում ենք աճենք, պետք է ինչքան երեխայանանք, այս որ ասման նորացին մանուկների պես եղեք, Պետրոս Արաքյալը տարիքով մարդ էր, էսի վերաբերում է Պետրոս Արաքյալին, թե մեզ է քարոզում, իրան էլ է վերաբերում, չէ, նորացին մանուկ, նորացին մանուկ երկու հատկություն ունի, մեկը մոր գիրկը, մեկ էլ մոր կաթ, նա ոչինչ չի հասկանում, մոր կաթից, մոր գրկից ուրիշ բան չի հասկանում, մենք այնքան պետք է փոքրանանք, որ Հիսուսի գրկից եւ Հիսուսի անխարդախ ավետարանի կաթից ուրիշ փափակ չունենանք այս աշխարհում։ Այս սրանք Քրիստոսի շահ են այս մարդիկ։ Սրանք կմեծանան եւ փրկության կարժանանան։ Իմ աղաչանքն ասես։ Աղոթեք, որ փոքրանաք։ Մեծամտությունները գրախտրեք, ինչքան փոքրանաք, այնքան ինքը կմեծանա ձեր մեջ։ Եթե լրիվ փոքրացաք, մանուկ դառնաք, դա լրիվ կձևավորվի ձեր մեջ։ Այս ճանապարհը եղբայրներ քույրեր, մենք ամեն օր պետք է փոքրանանք եւ մանուկի պես լինենք, նորացին մանուկի պես լինենք, մեր Հիսուսին երեխայի պես հավատանք ու գրկենք։ Գիտեք ինչի համար ես ուզում եմ այդպիսի բնություն որ ունենանք, Եսայի մարգարության մեջ տեսեք ինչ ա գրած։ Անիկա հովի պես իր հոտը պիտի հովե, գառնուկները իր բազուկով պիտի ժողովե, զանոնք իր գրկի մեջ պիտի կրե, ծիստվողները կամաց պիտի քշե։ Եսայի 40:11 իր գրկի մեջ մանուկները, եթե փոքրանաս իր գրկի մեջ ես մեծանալու, ուրիշ տեղ չես մեծանա։ Դու անորմալ չես մեծանա, դու կմեծանաս ճիշտ Հիսուսի ձևով։ Այսպես մեծացել են առաքյալները, շատ սուրբերը, հիմիկվել շատ եղբայրներ